Բարև ձեզ, ես Թեհմինե Ենոքյանն եմ եւ այսօր հյուրընկալել եմ Լոռու մարզից բնապահպանական դատական գործերով փաստաբան Մերի Կարապետյանին։ Բարև ձեզ, Մերի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեզ եւ կուզենամ խոսենք այսօր բնապահպանական եւ կլիմայական արդարադատությունից։ Նախ կուզենայի հասկանալ ձեր դիրքորոշումը, ձեր մոտիվացիան, որտեղից եկավ այդ ցանկությունը Լոռու մարզում բնապահպանական դատական գործերով զբաղվելու եւ այս բարդ ոլորտը ձեր ուսերին տանելու։ Այսքան տարիներ դուք զբաղվում եք դատական գործերով, խնդրում եմ մի քիչ պատմեք այդ մասին։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Բնապահպանական իրավունքով եւ ընդհանրապես հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնելու արմատները խորն են, եկել են դեռևս 2006-7 թվականներից կապված Թեղուտ եւ Շնող համայնքներում շուրջ 82,000 հեկտար քառակուսի մակերեսով հողատարածքների գերակաշահ ճանաչելու դատական գործերով պայմանավորված, թեև ես ավելի ուշ եմ ներգրավել գործով, սակայն մոտիվացիան կարելի ասել, որ հենց այդտեղից է եկել, ծանոթանալով գործի մանրամասներին եւ փորձել ինչ որ ձևով աջակցել գյուղաբնակ անձանց եւ որևէ եղանակով հասնել արդարության այդ ցկտումներով է եղել 2007-8 թվականներին հանրային գերակաշահ է ճանաչվել եւ բազմաթիվ գյուղաբնակ անձինք որոնք իրենց համայնքներում եւ իրենց միակ եկամտի աղբյուրը եղել է գյուղատնտեսությամբ զբաղվելը հարկադիր կերպով զրկվել են իրենց հողատարածքներից եւ համարժեք փոխհատուցում չեն ստացել բավական շուկայական գները հողատարածքների կրկնակի, եթե ոչ եռակի անգամ ավելի ցածր են գնահատվել բնակիչներից ոմանք ձեռնամուխ են եղել իրենց իրավունքների պաշտպանությանը եւ ներպետական ատյաններում չհասնելով արդարության դիմել են մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ արդեն 2018 թվականին մենք ունեցանք առաջին ուղենիշային գործը Եվրոպական դատարանի Հայաստան դեմ կայացված դա Օսմանյանի եւ Ամիրաղյանն դեմ Հայաստանի գործն էր, որը ամբողջ կոնվենցիայի անդամ պետությունների համար ուղենիշային գործ էր, քանի որ Եվրոպական դատարանը գերակաշահի հիմքով սեփականազրկման գործընթացի հետ կապված առաջ քաշեց երկու կարևոր նախապայմաններ, որոնք պետք է հաշվի առնվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ կոնվենցիայի անդամ բոլոր պետություններում եւ դրանք այն պայմաններն էին, որ պետք է հաշվի առնվի, արդյոք դա հանդիսանում է այդ անձանց միակ եկամուտը եւ արդյոք տրամադրվող փոխհատուցումը այնքան է, որ տվյալ անձին կարողանան գնել այնպիսի համարժեք գույք, որը կորցրել են։ Եվ սա հիմնական խնդիրն էր, որը Թեղուտում կար, որովհետեւ գյուղաբնակ անձինք սովորաբար զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ եկամուտ ստանում են դրանից եւ ինչ որ փուլում կարելի ասել պետության միջամտությամբ թեև իրավահարաբերությունները մասնավոր են հանք եւ քաղաքացի սակայն պետությունը ինքն է թույլտվություններ տալիս հանքին եւ պետք է նաեւ հետեւի ողջ գործընթացին, որը կապված է սեփականազրկման հետ այսինքն շուրջ 11 տարի անց որոշակի արդյունք ունեցավ հետագայում նաեւ եւ մինչեւ այս պահը դատական գործերը շարունակվում են եւս մեկ կարևոր ձեռքբերում այս գործերով Եվրոպական դատարանի վճռից հետո կարելի ասել Թեղուտ եւ Շնող համայնքներում գրեթե ամբողջ բնակիչների, ովքեր դատական գործեր ունեցել են 180 եւ ավելի անձինք դիմեցինք դատարան նոր հանգամանքի հետագայում նաև նոր Երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտերը վերանայելու եւ փոխհատուցման չափը բարձրացնելու նպատակով սակայն դատարանները տարբեր պատճառաբանություններով մերժեցին ընդհուպ նաև պատճառաբանությամբ որ իրենց համար չի կարող նոր հանգամանք հանդիսանալ որովհետեւ կոնկրետ անձի վերաբերյալ է կայացվել Եվրոպական դատարանի դատական ակտը այսինքն Եվրոպական դատարանը նշել է օրինակ այս գործով սեփականազրկման գործընթացը իրավաչափ չի եղել մեր դատարանների մեկնաբանությունը վերաբերում էր նրան որ դա տվյալ անձի վերաբերյալ է մինչդեռ մենք պնդում էինք որ բոլորինը համատարած նույնանման հիմքերով է եղել եւ բացառապես տարբերվել են սեփականատերերի անուն ազգաններով եւ հողատարածքների չափերով հետագայում գործի մի մասով դիմեցինք սահմանադրական դատարան քաղաքացիական դատավարության մի նորմի սահմանադրականություն էինք վիճարկում որը այս տարի փետրվարին սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական շատ կարևոր եւ ուղենիշային գործեր եւ որոշում էր սահմանադրական դատարանի կողմից կայացված այդ որոշման հիմքով իրավունք վերապահվեց բոլոր անձանց ովքեր գերակաշահի հիմքով սեփականազրկվել են եթե գոնե մեկի վերաբերյալ
արկա է Եվրոպական դատարանի գործ, որտեղ ոչ իրավաչափ է դիտարկել սեփական ազրկման գործընթացը կամ առաջ է քաշել, որ կապված են խնդիրներ փոխհատուցման չափի հետ կապված, կարող էին այդ որոշումից հետո դիմել եւ պետական ատյաններում վերաբացել դատական գործը եւ կրկին քննարկել իրենց տրամադրվող փոխհատուցման չափը արդեն Եվրոպական դատարանի 2018 թվականին առաջ քաշած պայմաններով։ Արդյոք այդ փոխհատուցումը կբավարարի իրենց, որպեսզի համարժեք գույք ձեռք բերեն նրանից, ինչից զրկվել են, հաշվի առնելով նաև իրենց եկամտի աղբյուր հանդիսանալու եւ այլ իրական հանգամանքներ։ Կուզենայի նաև խոսել այն թեմայի մասին, որ կան հայցվորներ, որոնք որ ընթացս հրաժարվել են իրենց իրավունքների պաշտպանությունից եւ դուք ուղղակի փաստի առաջ եք կանգնել որպես իրավապաշտպան եւ որպես փաստաբան իրենց շահերը ներկայացնող։ Խնդրում եմ այս մասին ասեք, ինչ է տեղի ունենում այս տարիների ընթացքում, որի պատճառով օրինակ քաղաքացին կարող է ուղղակի հրաժարվել իր իրավունքների պաշտպանությունից։ Այո, բազմաթիվ են հանդիպում դեպքերը եւ ինչով է դա պայմանավորված։ Նախ ի սկզբանե հանքերի շահագործման հիմքում դնում են այն հանգամանքը, որ գյուղաբնակ անձանց համար աշխատատեղեր են նորապահովում եւ այլն, իսկ գյուղաբնակ անձանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությամբ զբաղվելն է եւ որոշակի պտուղ բանջարեղեններ աճեցնելու, հետագայում վաճառելու միջոցով գումար աշխատելը, որը կապված եւ եղանական եւ տարբեր այլ պայմաններով հիմնական եկամուտ չէ եւ խնդիր ունեն հիմնական եւ մշտական եկամուտ ստանալու եւ հանքերում հիմնականում աշխատում են տվյալ բնակավայրերի անձինք եւ երբ որ դատական գործ է բացում, ստացվում է հանքի դեմ է եւ ինչ որ պահանջ ունեն գումարային, գույքային եւ այլն, այս դեպքում խնդիր է գնում իրենց հիմնական եկամուտը կորցնելու, այսինքն աշխատատեղը կորցնելու, որը որոշ մարդկանց համար խնդիր է եւ ունեցել ենք դեպք, երբ որ գործը շարունակվել է մինչեւ 2025 թվականը, սկսած 2008 թվականից, իրենց վերաբերյալ նաև Եվրոպական դատարանն է որոշում կայացրել, հետագայում Սահմանադրական դատարանը, բայց որոշակի փուլում հրաժարվել են, որովհետև խնդիր են ունեցել աշխատանքից զրկվելու հետ կապված։ Բնապահպանական արդարադատությունից խոսելիս մենք չենք կարող անտեսել շատ կարևոր մեկ այլ կոմպոնենտ, դա առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի պաշտպանությունն է։ Հետևաբար կա հստակ օրինակ, երբ որ ապացուցված փորձագիտական հանրության կողմից, այս դեպքում չեխական Արնիկա կազմակերպությունը ապացուցեց, որ Լոռու մարզում ծանր մետաղները բնակչության եւ հատկապես երեխաների մազերում մեծ օրգանիզմում մեծ քանակ են կազմում։ Այս մասով դուք եւս ունեք հայցվորներ եւ ունեք դատական process, կուզենայի այս մասին մի քիչ զրուցենք, ներկայացնեք ինչպես է ձեզ հաջողվել այս փորձագիտական կարևոր տվյալները դատարանում գործել կամ դատական հայց ներկայացնել, ովքեր են պատասխանող կողմերը, ինչ հայցապահանջ եք ներկայացրել։ Խոսքը վերաբերվում է Ալավերդի համայնքի Աղթալա ճոճկան բնակավայրերի տասնյակից ավելի անձանց, որոնց շահերը ներկայացնում եմ ես։ Խոսքը վերաբերում է 2018 թվականին եւ հետագայում նաեւ 2020 թվականին չեխական Արնիկա կազմակերպության կողմից փորձանմուշներ են իրականացվել թեպետ գետի ջրից, հողից եւ հարակից բնակավայրերում բնակվող անձանց օրգանիզմներից եւ 2018 թվականին եւ 2020 թվականին հայտնաբերվել են նմուշառումներում, բոլոր նմուշառումներում ջրում, հողում, մարդկանց օրգանիզմներում ծանր կոնցենտրացիաներ, որոնք գերազանցել են թույլատրելի շեմը նույնիսկ կրկնակի անգամ։ Բնակիչներից եւ հասարակական կազմակերպություններից, ովքեր որ իմացել են դրա մասին, քանի որ մենք գործ ունենք գյուղաբնակ անձանց հետ եւ նաեւ քիչ տեղեկացվածություն կա իրենց իրավունքների պաշտպանության ճանապարհների մասին, մեր գործընկերների հետ իրենց բացատրել են խնդիրը ինչու՞մն է կայանում եւ այլն եւ որոշ անձինք դիմել են դատարան, մեր միջոցով դիմել են դատարան կապված սեփականությանը պատճառված վնասի առողջությանը պատճառված վնասների հատուցման գործերով։ Այս պահին գործերը դեռևս գտնվում են նախնական փուլում, թեև դրանք սկսվել են 2021 թվականից, սակայն մեկ փուլում արդեն առաջին ատյան դատարանը վարույթը կարճել էր, մենք բողոքարկեցինք վերադաս Ատյան, այնուհետև բեկանվեց եւ գործը նորից քննության փուլում է։
ու փաստական հիմքերը ինչումն են կայանում, որ Աղթալայի հարակից շրջանների բնակիչները բողոքում են, որ իրենց պտուղ բանջարեղենները կամ այգիները տարեցտարի եւ աստիճանաբար չորանում են եւ ըստ էության դա կապում են Աղթալայ լեռնահարստացման կոմբինատի հանքի գործունեության հետ եւ քանի որ մոտ են գտնվում նահատակ Պոչամբարին, ընդ որում նահատակ Պոչամբարը ամենավտանգավոր Պոչամբարներից է, որը նաեւ ներպետական կառավարության կողմից է հաստատված եւ այդ փաստական հիմքերով պարբերաբար վնասներ են կրում ու վնասը շարունակական է դեռևս հանքի շահագործումից սկսված մինչեւ այս պահը այս փուլում կապված սեփականությանը պատճառված վնասի երբ հիմքում դրել ենք այն հանգամանքները որ չեխական կազմակերպության կողմից հայտնաբերվել են փորձանմուշներում այդպիսի ծանր կոնցենտրացիաներ որոնք կարող են հետևանք հանդիսանալ որ այգիները եւ պտուղ բանջարեղենները չորանում են եւ գյուղաբնակ անձինք, որոնց հիմնական զբաղմունքը դա է, ստացվում է կորցնում են իրենց միակ եկամուտը։ Դա ապացուցելու համար, այսինքն ապացուցման պարտականությունը քաղաքացիական դատավարության կարգով ամբողջությամբ դիմող կողմի վրա է։ Այսինքն գյուղաբնակ անձինք ստացվում է շարունակաբար վնաս են կրում, հետագայում նաև իրենք պետք է ապացուցեն, որ վնասը հենց հանքի գործունեության հետևանքն է։ Տվյալ դեպքում պետք է նշանակվի փորձաքննություն, իսկ փորձաքննության ծախսերը ահռելի են։ Այստեղ խնդիր ունենք նաև գյուղաբնակ անձանց դատարան դիմելու մատչելիության իրավունքի հետ կապված եւ Եվրոպական դատարանը բազմաթիվ իր որոշումներում, վճիռներում դիրքորոշումներ է արտահայտել, որ դատավարական գործընթացները, այդ թվում նաև նյութական միջոցները չպետք է խոչընդոտ հանդիսանան անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացման գործում։ Մեր դիտարկմամբ պետք է բազմաթիվ փոփոխություններ այդ թվում դատավարություններում կատարվեն, այսինքն առանձին գլուխներ սահմանվեն շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող, որտեղ ոչ թե դիմող անձինք պարտավոր կլինեն ապացուցել, այլ մյուս կողմը պետք է ապացուցի, որ իր գործունեության հետևանք չէ։ Եվ ինչու պետք է առանձին գլուխ սահմանի, որովհետև ի վերջո շրջակա միջավայրի պաշտպանությունը գերակա է եւ միջազգային դատարանները բազմաթիվ անգամ դիրքորոշումներ են արտահայտել, որ պետությունը այս իրավունքի պաշտպանության գործում ավելի մեծ անելիքներ պետք է ունենա եւ ավելի մեծ ջանքեր գործադրի եւ այս իրավունքը գերակայում է մյուս հիմնարար իրավունքներին, այդ թվում նաեւ սեփականության իրավունքի։ Խոսեցիք պետական մարմինների պատասխանատվությունից եւ իրենց մասնակցությունից այս գործընթացում։ Ես կուզենամ հարցս ուղղել այլ դատական process-ի ընթացքում։ Արդյոք պետական մարմինը պատասխանող կողմ հանդիսանում է եւ ունի կարգավիճակ, որովհետեւ ստացվում է, որ պետական մարմինը թույլ է տալիս հանքարդյունահանող մասնավոր ընկերության գործունեությունը, սակայն որևէ վերահսկողություն չիրականացնելով, անգամ փորձագիտական որևէ կազմակերպության բերված փաստերին հակադարձ չունի։ Այս մասով ինչ առաջընթաց ունեք կամ ինչ են պատասխանում ձեզ, օրինակ առողջապահության նախարարությունից կամ շրջակա միջավայրի նախարարությունից, հատկապես փորձագիտական հարցերի շուրջ։ Աղթալայի դեմ ներկայացված գործերով որոշ փուլում պատասխանող հանդես է եկել ՀՀ կառավարությունը, այսինքն առանձին գերատեսչություններով չենք նշել ՀՀ կառավարությունը, որովհետև բոլորի պարտականությունների շրջանակներում է եւ բոլոր գերատեսչություններին է վերաբերվում, սակայն որևէ դիրքորոշում չեն արտահայտել։ Եղել է դեպք, երբ որ դիմել ենք եւ խնդրել ենք, այսինքն փաստական հանգամանքները ներկայացրել ենք, որ չեխական կազմակերպության կողմից այսպիսի նմուշառումներ են իրականացվել, այսպիսի կոնցենտրացիաներ են հայտնաբերվել եւ այդ ապացույցները ներկայացրել ենք եւ խնդրել ենք, որ այդ տարածքներում շրջակա միջավայրի նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում եւս փորձաքննություն իրականացնի, բարձելու համար արդյոք դեռ առկա են այդ ծանր կոնցենտրացիաները թե ոչ, սակայն շրջակա միջավայրի նախարարությունը հրաժարվել է եւ նշել է, որ մասնավոր տարածքներում պետական բյուջեի հաշվին փորձաքննություններ չեն իրականացվում եւ ամենագլխավոր խնդիրը հենց սրանում է կայանում, որ թեև մասնավոր տարածք է, սակայն վերաբերում է շրջակա միջավայրին, այսինքն եթե մի տարածքում խախտումներ առկա են վստահաբար հարակից տարածքներում եւս, սակայն պետությունը այս փուլում որևէ գործողություն չի ձեռնարկում։
Մասնավորապես բնապահպանության ոլորտում այդքան էլ շատ չեն դատական գործերը, երևի մի 3-4 դատական գործ կարելի է հաշվել։ Կուզենամ այս մասին մի քիչ խոսենք եւ ձեր փորձառությունը ինչ է ցույց տալիս։ Ճիշտ է, հիմնական խոչընդոտները սակայն կապված են իրավական դաշտի արկա բացերի եւ դատավարական փուլերի բացերի հետ, որովհետեւ բոլորը չեն, որ պատրաստ են հայտնվելու ինչ որ փակուղային իրավիճակում, հետագայում նաեւ փորձել գտնել ինչ որ լուծումներ։ Եվ նաեւ խնդիր կա գյուղաբնակ անձանց շրջանում իրավունքների իրազեկվածության վերաբերյալ։ Տվյալ դեպքում մշտապես խոսվել է եւ խոսույթներում միշտ եղել է, որ Ալավերդու տարածաշրջանը հայտնի է եղել բազմաթիվ հիվանդություններով առաջնային տեղերը զբաղեցնելու մասով, օրինակ քաղցկեղի դեպքերով եւ այլն, սակայն ավելի խորը հետազոտություններ չեն իրականացվել եւ դրանք մնացել են խոսույթների դաշտում։ Հետագայում, երբ որ ինչ որ կազմակերպություն եկել է փորձանմուշներ է իրականացրել, մարդիկ սկսել են հետաքրքրվել, ինչ process-ներ են ընթանում, հետագայում ինչ պարզվեց եւ սկսել են որոշակի հանգամանքներ կապել հենց դրա հետ եւ խոսքի սկզբում ես նշում էի, որ իրենց այգիների չորանալու եւ այլն այդ հանգամանքները կապում են հանքի շահագործման հետ, հա։ Կան մարդիկ, որոնք իրենց առողջական խնդիրները նույնպես կապում են, սակայն միանշանակ չեմ կարող պնդում անել, որովհետեւ պատճառահետևանքային կապը պետք է համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագետի կողմից տրվի, բայց ունեցել ենք դեպքեր, երբ որ այդ տարածաշրջանում երկար ժամանակ բնակվել, այսինքն մեկ այլ տարածաշրջանից է եկել եւ վերջինիս մոտ հետագայում անպտղություն է զարգացել, սակայն հատկանշական է, որ նա ունի երեխաներ, այսինքն այլ տարածաշրջանում է ապրել, ամեն ինչ կարգին է եղել, հետագայում տեղափոխվել է այս տարածաշրջան եւ նման առողջական խնդիրներ են առաջացել։ Եվ կապված, կարծում եմ, սա կարող է կապված լինել նաև, որ քանի որ հայտնաբերվել է եւ ջրում, խոսքը Դեպետ գետի ջրի մասին է, իսկ Դեպետ գետի ջրով ոռոգվում են հարակից գյուղերի բոլոր հողամասերը, այսինքն այդ աղտոտված ջուրը անցնում է հողամասին, հետագայում նաև այդ պտուղ բանջարեղեններին, որոնք կենցաղային նպատակներով իրենց կողմից են օգտագործվում եւ ոչ միայն օգտագործվում են, այլ նաև տեղափոխվում են այլ համայնքներ եւ այս գործերի գերակա լինելը հենց սրանով է պայմանավորված, որովհետև այս գործերի շահառուները ոչ միայն Ախթալայի եւ հարակից բնակավայրերի բնակիչներն են, այլ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչները, որովհետև չի բացառվում, որ Ախթալայի տարածաշրջանից այդ պտուղ բանջարեղեններից տեղափոխվում են նաև այլ քաղաքներ, այլ համայնքներ, որտեղ մարդիկ նույնպես օգտագործվում են եւ հաստատվել է, որ այդ պտուղ բանջարեղեններում առկա են ծանր կոնցենտրացիաներ, որոնք կարող են անցնել մարդու օրգանիզմ, իսկ հետևանքների մասին արդեն փորձաքննությունները կպարզեն, թե ինչով կարող է ազդել մարդու օրգանիզմի վրա, առողջական ինչ խնդիրների կարող է հանգեցնել։ Ես այս պահին հիշեցի իմ պրակտիկայից մի դեպք, երբ մի երիտասարդ աղջիկ, որը գտնվում էր Գերմանիայի Դաշնությունում, իր մոտ առաջացել էր ոսկրածուծի հետ կապված խնդիրներ եւ ինքը կապում էր դա հանքում աշխատելու հետ, որովհետև նշում էր, որ մինչև հանքում աշխատելը ապրել է այլ բնակավայրում, առողջական որևէ խնդիր չի ունեցել եւ մինչև նույնիսկ աշխատանքի ընդունվելը հետազոտվել է, որևէ առողջական խնդիր չի բացահայտվել։ Հետագայում տեղափոխվել է, բնակվել է եւ հանքի տարածաշրջանում եւ աշխատել է, խոսքը Զանգեզուրի պղինձ մոլիբդենային հանքավայրի մասին է, այնտեղ աշխատել է, իսկ որոշակի փուլում ինքնազգացողության վատթարացումներ են եղել եւ ուղղակի անալիզների միջոցով պարզել է այդ խնդրի մասին եւ ընդ որում Հայաստանում այդ խնդիրը լուծելի չի եղել եւ ինքը դա կապում էր, որ այդ կապված է հենց հանքում աշխատելու հետ, որովհետեւ ըստ էության առկա են անալիզների պատասխաններ մինչեւ այդ տարածաշրջանում ապրել է եւ արդեն դրանից հետո եւ կարծում եմ այս ոլորտով պետք է ավելի խորը եւ ավելի լուրջ գործողություններ ձեռնարկվեն պետության կողմից, քանի որ ինչպես նշեցի, այն գերակայում է ընդհանրապես շրջակա միջավայրի պաշտպանության մեխանիզմները պետք է գերակա լինեն, որովհետեւ բոլորի շահերին են առնչվում, այլ ոչ թե ինչ որ կոնկրետ բնակավայրի կամ կոնկրետ անձանց։
Տեսեք, դուք խոսեցիք Լոռու մարզում Դեբետ գետի աղտոտման դեպքի մասին, վերջերս կար մամուլում հրապարակում այն մասով, որ Դեբետ գետի աղտոտման դեպքով տեսուչները փորձել են փոխել Դեբետ գետի ջրի անալիզի տվյալները եւ կա քրեական վարույթ։ Նաեւ դուք ունեք դատավարություն, որտեղ որ պահանջել եք տվյալներ եւ դատարանը կարծես թե բավարարել է։ Սա ինչ նախադեպ է եւ ընդհանրապես նախ երևույթի մասին խոսենք, ինչպես է ստացվել, որ Դեբետ գետի նմուշները ուղղակի փոփոխվել են եւ երկրորդ արդյոք սա պարբերաբար կրկնվող process է։ Կարծում եմ պարբերաբար կրկնվող process է, որովհետև 2018 թվականից առնվազն մեկ միջազգային ընկերություններ, որոնք հետագայում նաև եւ մամուլում են հրապարակվել եւ տարբեր հրապարակումներ են տեղի ունեցել, սակայն որևիցե պետության կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել, այդ թվում օրինակ քրեական վարույթ նախաձեռնելու եւ հետամուտ լինելու արդյոք այդ տվյալները ճիշտ են թե ոչ։ Եվ ձեր նշած դեպքը առաջինը չէ, դրանից առաջ եւս մեկ դեպք եւ քրեական վարույթ է նախաձեռնված մեր եւ մեր գործընկերների հաղորդման շնորհիվ կրկին կապված Դեբետ գետի ջրի աղտոտման հատկանիշներով, որը վերաբերել է Աղթալայի հանքում որոշակի խողովակաշարի վթարի հետ կապված, ինչ որ տեղնականաչավուն զանգված է հոսել Դեբետ գետի ջուրը, հաղորդում է ներկայացվել, քրեական վարույթ նախաձեռնվել եւ գործի շրջանակներում նշանակվել են փորձաքննություններ։ Մենք միջնորդել ենք դատարանին, որպեսզի ստանանք այդ փորձաքննության արդյունքները, եզրակացությունները, որոնք նաև մեր համար էական նշանակությունն են, որտեղ բոլոր հողատարածքները Դեբետ գետի ջրով են ոռոգվում։ Ի վերջո դա բոլորիս իրավունքներին է առնչվում։ Եթե դատարանի միջոցով չպահանջեին կամ օրինակ դատարանը չբավարար միջնորդությունը, դա նախաքննական գաղտնիք է եւ որևէ մեկը տեղեկություն չէր ունենալու այդ եզրակացություններով ի վերջո հայտնաբերվել են խախտումներ, թե չեն հայտնաբերվել եւ հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետություն շրջակա միջավայրի աղտոտումների հետ կապված քրեական գործերը միշտ այդպես նախաքննության փուլում էլ մնում են, շատ քիչ գործեր կան, որոնք դրանից ավելի առաջ փուլում են անցնում։ Հայաստանում կար խնդիր նաեւ նախկինում այս պահին ավելի քիչ խոշտանգումների հետ կապված, որոնք մշտապես նախաքննության փուլում կասեցված մնում էին եւ այդպես էլ շարունակում էին տարիներ շարունակ կասեցված մնալ եւ այս մասին այնքան խոսվեց, դատական ակտեր կայացվեցին միջազգային դատարանների կողմից, որ որոշակի տեղաշարժ կար։ Հիմա շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտն է այս փուլում, քրեական գործերը հարուցվում են, սակայն որևէ առաջընթաց տեղի չի ունենում։ Եվրոպական դատարանը Շվեյցարիայի դեմ, եթե չեմ սխալվում, 21 կամ 22 թվականներին հստակ ամսաթիվը չեմ հիշի, կայացրեց շատ կարևոր դատական ակտ, որը վերաբերում էր հենց էկոլոգիական իրավունքին։ Եվրոպական դատարանը ընդգծեց պետության համար այդ իրավունքի առաջնայնությունը եւ պետությունը Շվեյցարիայի վրա հստակ պարտականություններ դրեց իր իրավական մեխանիզմները այնպես համապատասխանացնելու, որ մարդիկ դժվարություններ չունենան այս իրավունքի պաշտպանության ու իրացման հետ կապված։ Այսինքն ըստ էության Եվրոպական դատարանը Շվեյցարիային ասեց, որ իրավական դաշտում բազմաթիվ խնդիրներ ունես, պետք է այս խնդիրները հաղթահարես։ Ոչ թե միայն նյութական միջոցներ, այսինքն Եվրոպական դատարանը ունի մի քանի ճանապարհներ պետության վրա ներգործելու, դա փոխհատուցում տրամադրելն է, անձանց իրենց իրավունքների խախտման հետևանքով կրած վնասների կամ որոշակի չափով այդ իրավունքների վերականգնմանը եւ ընդհանուր միջոցներ, որ գտնում է, որ այդ գործերով խնդիրը համակարգային է, չի վերաբերում կոնկրետ անձի կամ անձանց, այլ բոլորին է վերաբերվում։ Դա նախադեպային գործ է, կարծում եմ Հայաստանի վերաբերյալ եւս պետք է այսպիսի մի դատական ակտ կայացնի, որից հետո պետությունը արդեն ձեռնամուխ լինի այս իրավական դաշտի կարգավորմանը, որտեղ բազմաթիվ անգամներ եւ մենք եւ մեր գործընկերներն ենք խոսել եւ ինչ որ առաջարկներ ենք ներկայացրել, սակայն դրանք որպես փաստաթղթային այդպես էլ մնացել են։ Մենք վերջերս ուսումնասիրություններ էինք իրականացնում բազմաթիվ երկրներում այս իրավունքի պաշտպանության դատավարական ընթացակարգերի իրավական բացերի հաղթահարման ուղղությամբ եւ ամփոփման փուլում է, որը կներկայացնենք կառավարությանը, հույս ունենք, որ որևէ առաջընթաց կունենանք, որովհետեւ ելի եմ ուզում նշել, որ սա գերակա շահ է եւ բոլորիս է վերաբերվում եւ այս գործերով զբաղվելու, ներգրաված լինելու
մոտիվացիան հենց դրանում է, որտեվ սա մեկ անձի կամ երկու անձի համար չէ, այլ բոլորի համար է դա անում։ Եվ կապված կուզեի ասել, որ ինչով է պայմանավորված, հա, որ բնակիչները չեն դիմում դատարաններ, սա ոչ միայն տեղեկացվածության, այլ նաև այդ փակուղային իրավիճակում կանգնելու հետևանքն է եւ նաև ինչ որ փուլում վստահության հարց է առաջանում, քանի որ մի կողմում գյուղաբնակ հասարակ անձինք են, որոնք բավարարնյութական միջոցներ չունեն այս իրավունքների պաշտպանության իրացման գործում եւ մյուս կողմում հանքն է, որը ունի բազմաթիվ ռեսուրսներ, բազմաթիվ միջոցներ եւ այստեղ ուժերի հարաբերակցության հետ կապված անվստահության հարց է առաջանում։ Մարզում արկա բնապահպանական խնդիրներից իրավապաշտպանական գործունեություն ծավալելուց զուգահեռ կուզենամ հասկանալ արդյոք կա կարծրատիպային մոտեցում կանանց կին իրավապաշտպանների նկատմամբ, ովքեր զբաղվում են հենց իրավապաշտպանական գործունեությամբ, կլինի դատարանում հասարակության կողմից տարատեսակ մոտեցումներ, որ արկա են մարզում, կուզենայի սրա մասին եւս խոսենք եւ նաեւ շնորհակալություն հայտնել ձեզ հանրօգուտ աշխատանք իրականացնելու համար։ Մեր հասարակությունում մշտապես արդիական է եղել կին-տղամարդ հարաբերակցությունը եւ այդ խնդիրը, ինչպես նշեցի, քիչ մարդիկ են, որ վստահությամբ են մոտենում, որովհետեւ մի կողմում ավելի ուժեղ, ավելի շատ գործառույթների ռեսուրսներ ունեցող կազմակերպություն է եւ մյուս կողմում ուղղակի դուք եք գյուղաբնակ անձինք, որոնք փորձում են ինչ-որ միջոցով հասնել արդարության կամ ինչ-որ բանով օգնել այդ անձանց, ովքեր տարիներ շարունակ վնասներ են կրում։ Կարծում եմ սեռերի հետ կապված որոշակի անվստահություն գուցե կա, որովհետև կանայք հասարակությունում միշտ բնորոշվում են որպես ավելի թույլ սեռ, եւ այստեղ այդ ուժերի հարաբերակցության առումով կարծում եմ որոշակի անվստահություն կա, բայց արդեն գործիքնության ընթացքում համոզվում են, որ կանայք ավելի հաստատակամ են իրենց որոշումներում եւ անդավաճան են իրենց սկզբունքներին եւ բոլոր ճանապարհներով փորձում են հասնել այն կետին, որը ի սկզբանե իրենց առաջ դրել էին։ Շնորհակալություն Մերի բնապահպանական դատական գործերով զբաղվելու եւ հանրօգուտ աշխատանք իրականացնելու համար Լոռու մարզում եւ մեր հետ այս տեղեկատվությամբ կիսվելու համար։ Ես եմ շնորհակալ նախհրավերի եւ նաեւ իրազեկման այսպիսի արշավ իրականացնելու, որովհետեւ ի վերջո հանրօգուտ է եւ վերաբերում է բոլորիս իրավունքներին, կրկին անգամ շնորհակալ եմ։ Հաջողություն եմ մաղթում, հիշեցնեմ, որ մեր հյուրներ Լոռու մարզից բնապահպանական դատական գործերով փաստաբան Մերի Կարապետյանը։